Ողջույն, խելացիներ, ժամանակն է մի քիչ խաղալու, մեր այսօրվա քույզի հարցերը գնալով բարդանալու են, այնպես որ ուշադիր եղեք։ Հարց 1. Որ երկիրն է հայտնի որպես ծագող արևի երկիր։ A. Չինաստան, B. Հարավային Կորեա, G. Ճապոնիա։ Ճիշտ պատասխանն է Ճապոնիա։ Այս անվանումն այնքան կարևոր է Ճապոնիայի համար, որ այն պատկերված է հենց երկրի պետական դրոշի վրա։ Սպիտակ ֆոնի վրա գտնվող կարմիր շրջանը խորհրդանշում է հենց ծագող արևը։ Քանի որ Ճապոնիան կղզային պետություն է Ասիայի ծայր-արևելքում, հին ժամանակներում մարդկանց թվում էր, թե արևը ծագում է հենց այս երկրի օվկիանոսային հորիզոնից։ Օրացուցային նոր օրը և առաջին արևածագն իրականում սկսվում են ոչ թե Ճապոնիայում, այլ դրանից ավելի արևելք գտնվող երկրներում, օրինակ Կիրիբատիում կամ Նոր Զելանդիայում։ Հարց 2. Որ երկիրն ունի աշխարհի ամենաբարձր շենքը։ A. Չինաստան, B. Արաբական Միացյալ Էմիրություններ, G. Սաուդյան Արաբիա։ Ճիշտ պատասխանն է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերն այնքան բարձր է, որ այնտեղ գործում է ժամանակի իսկական պատրանք։ Եթե դուք գտնվեք շենքի ստորոտում և նայեք մայրամուտին, իսկ արևը հորիզոնից անհետանալուն պես արագընթաց վերելակով բարձրանաք 124-րդ հարկ, դուք կրկին կտեսնեք նույն արևածագն ու մայրամուտը։ Հարց 3. Որ երկիրն է արտադրում աշխարհի ամենաշատ սուրճը։ A. Վիետնամ, B. Բրազիլիա, G. Կոլումբիա։ Ճիշտ պատասխանն է Բրազիլիա։ Բրազիլիան ավելի քան 150 տարի անընդմեջ հանդիսանում է սուրճի համաշխարհային առաջատարը։ Այս երկիրն արտադրում է համաշխարհային սուրճի մոտ 1/3-ը։ Արտադրության ծավալներն այնքան մեծ են, որ Բրազիլիայում եղանակային փոփոխությունները կամ երաշտը անմիջապես ազդում են սուրճի համաշխարհային գների վրա։ Հարց 4. Որ կենդանին կարող է պտտել գլուխը մինչև 270 աստիճան։ A. Բու, B. Արծիվ, G. Բազե։ Չմոռանաք բաժանորդագրվել և լայքել վիդեոն։ Ճիշտ պատասխանն է բու։ Քանի որ բուերի աչքերը ֆիքսված են ակնակաբիջներում և չեն կարող շարժվել, բնությունը նրանց տվել է բացառիկ ճկուն պարանոց։ Նրանք կարող են պտտել գլուխը 270 աստիճանով, առանց մարմինը շարժելու։ Հարց 5. Որ կենդանին ունի ամենաերկար հղիությունը։ A. Փիղ, B. Ընձուղտ, G. Կետ։ Ճիշտ պատասխանն է փիղ։ Ասիական և աֆրիկյան փղերի հղիությունը տևում է գրեթե 2 տարի, մոտ 22 ամիս։ Սա անհրաժեշտ է, որպեսզի ձագի հսկայական մարմինը և հատկապես նրա բարձր զարգացած ուղեղը լիարժեք ձևավորվեն արգանդում։ Ծնվելիս փղիկն արդեն կշռում է մոտ 100 կգ և կարողանում է ինքնուրույն քայլել հոտի հետևից։ Հարց 6. Որ երկիրն է հայտնի որպես 1000 լճերի երկիր։ A. Շվեդիա, B. Կանադա, G. Ֆինլանդիա։ Ճիշտ պատասխանն է Ֆինլանդիա։ Չնայած Ֆինլանդիան անվանում են 1000 լճերի երկիր, իրականում դա չափազանց համեստ թիվ է։ Այդ երկրում կա շուրջ 188,000 լիճ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 26 ֆինլանդացուն հասնում է 1 լիճ։ Այս ջրային ավազանները ձևավորվել են հազարավոր տարիներ առաջ սառցադաշտերի հալվելու արդյունքում և այսօր կազմում են երկրի բնության այցեքարտը։ Հարց 7. Որ երկրում է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը։ A. Բրազիլիա, B. Վենեսուելա, G. Կանադա։ Ճիշտ պատասխանն է Վենեսուելա։
Աշխարհի ամենաբարձր ջրվեժը կոչվում է Անխել և ունի 979 մետր բարձրություն։ Այն այնքան բարձր է, որ ջուրը մինչև գետին հասնելը ուժեղ քամիների ազդեցությամբ վերածվում է մառախուղի և ջրային փոշու։ Ջրվեժը թաքնված է Վենեսուելայի խորը ջունգլիներում, և այնտեղ հասնելը իսկական արկածախնդրություն է զբոսաշրջիկների համար։ Հարց 8. Որ երկիրն ունի ամենամեծ կղզին աշխարհում: A. Կանադա, B. Դանիա, G. Ավստրալիա։ Ճիշտ պատասխանն է Դանիա։ Աշխարհի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը շատերը կարծում են, թե առանձին պետություն է։ Իրականում Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի թագավորության ինքնավար տարածքը, իսկ Թրամփը փորձեց կաշառել գրենլանդացիներին $1 միլիոն և 1 տեսլայով, որպեսզի քվեարկեն ԱՄՆ-ին միանալու համար։ Բայց ապարդյուն։ Հարց 9. Որ երկիրն ունի ամենաշատ ակտիվ հրաբուխները: A. Ճապոնիա, B. Ինդոնեզիա, G. ԱՄՆ։ Ճիշտ պատասխանն է Ինդոնեզիա։ Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան հրե օղակում, որտեղ տեկտոնական սալերը մշտապես շարժվում են։ Այս երկրում կա ավելի քան 120 ակտիվ հրաբուխ։ Հետաքրքիր այն է, որ հրաբխային մոխիրը տեղի հողերը դարձնում են չափազանց բերրիկ գյուղատնտեսության համար։ Հարց 10. Որ երկիրն է աշխարհում ամենամեծ ձիթայուղ արտադրողը: A. Իտալիա, B. Իսպանիա, G. Հունաստան։ Ճիշտ պատասխանն է Իսպանիա։ Չնայած իտալական խոհանոցը և ձիթայուղը մեծ գովազդ ունեն աշխարհում, Իսպանիան բացարձակ առաջատարն է։ Այն արտադրում է աշխարհի ձիթայուղի մոտ 40-ից 50%-ը։ Ավելին, Իտալիան ինքը հաճախ մեծ քանակությամբ ձիթայուղ է գնում Իսպանիայից, շշալցնում և վաճառում իր բրենդի ներքո։ Հարց 11. Որ երկիրն ունի աշխարհի ամենամեծ երկաթուղային ցանցը: A. Չինաստան, B. ԱՄՆ, G. Ռուսաստան։ Ճիշտ պատասխանն է ԱՄՆ։ Շատերը կարծում են, թե առաջատարը Չինաստանն է իր գերժամանակակից գնացքներով, սակայն ԱՄՆ-ի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը գերազանցում է 220,000 կիլոմետրը։ Հարց 12. Որ երկիրն ունի աշխարհի ամենաշատ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները: A. Չինաստան, B. Իտալիա, G. Իսպանիա։ Ճիշտ պատասխանն է Իտալիա։ Իտալիան և Չինաստանը տարիներ շարունակ մրցում են այս անվանակարգում, բայց այս պահին Իտալիան առաջատարն է ունենալով ավելի քան 58 պաշտոնական օբյեկտ։ Գրիր, թե քանի հարցի ես ճիշտ պատասխանել։ Մինչ հանդիպում։